Այդ մենակ 2018 թվից հետո է, որ ժողովուրդն է որոշումով լինի։ Հիմա ուժեր կան եկել են, ասում են, կապ չունի, ասում են, մենք ըննելու ենք վարչապետ, մենք ըննելու ենք, մենք վարչապետ, գլուխդ պատին ես տալու, գլուխդ պատին ես տալու։ Դու ով ես արա, որ որոշեք դու վարչապետ ես, դու ով ես, ընդհանրապես ձեր խմբակը, դուք ով եք ձեզնից ինչ եք ներկայացում, Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա, դուք քանի քաղաքացու երես եք տեսել ընդհանրապես, ձեզ թվում է թե սրաննրան 5000 դրամ բաժանելով դուք քաղաքացուն կարակ առնեք, գլուխներդ պատով եք տվել, ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն կարա առնի, իրանք քիթու մռութը ջարդվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին է հագնելու իրանք քիթու մռութը, իրանք ոտենն է ջարդվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին են հագնելու։ Հետո բա ձեզ հավատացրել, որ դուք կարաք Հայաստանում դակ դիվիժենի անեք։ Փոսն եք, դուք արդեն փոսում եք, դուք արդեն փոսում եք։ Հենա մեկն էլ կար, ասում էր ես միակ տղամարդն եմ։ Տեսանք, ով է տղամարդը, այդ տղամարդը ես մարդիկ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ 2018 թվին ձեր վզից վրդրին ու շպրտեցին, ահա այս տղամարդիկ, տենում եք Հայաստանի տղամարդիկ, այն պատի տակ կանգնած են տղամարդիկ, այն պատի տակ, Հայաստանի, և դուք ես ընտրություններում, Հայաստանի Հանրապետության տղամարդկանց տղամարդկությունն եք տենալու և կանանց կանացիությունն եք տենալու։ Մայրերի մայրությունն եք տենալու, կանանց կանացիությունն եք տենալու, աղջիկների աղջիկությունն եք տենալու, տղաների տղությունն եք տենալու։ Եվ որևէ մեկը սրանում չկասկածի, որովհետև քաղաքացին գնալու ընտրական տեղամաս և տեղականգնելու իր պետությանը, իր անկախությանը, իր ապագային, իր խաղաղությանը, իր ինքնությանը, որովհետև մեզ անդադ ուզեցել են մեր ինքնությունից էլ զրկեն, գիտեք ոնց, անդադ մեզ ուրիշ տեղեր են հայրենիքներ ցույց տվել։ Իրանք պետք է եղել, որ մենք այս հող այս երկիրը չընկալենք, մոռանանք այս երկրի մասին։ Մեզ թվա թե հայրենիքը հեռու մի տեղ գտնվող հեռավոր անհասանելի մի բան է։ Ոչ, հայրենիքը այստեղ է, հիմա է, հայրենիքը պետությունն է, հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։ Մենք հասել ենք մեր երազանքին, մենք ունենք պետություն, մենք ունենք անկախություն, մենք ունենք ինքնիշխանություն, այո մենք ունենք բարեկեցության մի մակարդակ, որը երբեք չենք ունեցել։ Հայաստանի Հանրապետության թոշակառուն երբեք բարեկեցության այսպիսի մակարդակ չի ունեցել, որովհետև թոշակառուի թոշակը համապատասխան է սպառողական զամբյուղին, թոշակառուն 65+ տարեկան հասանելիություն ունի առողջության ապահովագրությանը։ Այսօր ես պատահական 2 տուն եմ մտել, 2 տանը մարդիկ վիրահատվել, մի կոպեկ, մի դրամ չեն վճարել։ Բայց ոտի վրա խմենք մեր ծնողների կենացը, մեր մեծերի կենացը։ Ոտի վրա խմենք, բայց ծնողը, որ հիվանդանում էր, ով էր հարցը լուծում, ով։ Այսօր ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր բոլորի հարցերը առողջական լուծում եմ այնպես, որտեղ դուք բոլորդ իմ ծնողներն եք։ Ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ նենց ոնց որ իմ ծնողների։